վարչապետի պաշտոնից Փաշինյանին հնարավոր էր հեռացնել շատ ավելի վաղ։ 3 միլիոն մարդ էլ դուրս գա փողոց եւ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Իմպիչմենտը միակ հնարավորությունն է այս իշխանություններից ազատվելու։ Իմպիչմենտը առանց փողոցի դատապարտված է անհաջողության եւ փողոցը առանց իմպիչմենտի եւս դատապարտված է անհաջողության։ 2022-ին ընդդիմությունը խաբեց հանրությանը, ընդդիմության պարակտվածությունը տակից կուլուարային այնքան մեծ ա եղել, այդ մարդուն չեն կարողանում փոխարինող գտնել 3 միլիոն հայերից որից է մեկի։ Բա գնում եք արտասահմանյան ուղևորությունների հետ, նույն ԿՊԱ-ականների հետ, սաղ օրը ջան եք ասում, ջան եք լսում ազգային ժողովում։ Մենք մեկ ժողովրդին չենք ասում, եկեք կանեք ծափ տվեք։ Կուլուարային քչփչոցներից, վարակույրների հետևը պայմանավորվածություններից քաշել հանել բերել հրապարակային դաշտ։ Ասել եկեք խոսացեք, մենք էլ իմանանք ինչ եք անում, ախպեր։ Շատ ճիշտ եք, որովհետև այդ քչփչոցներով, այդ ներքին պառակտումները ուղղակի ջուր լցրեցին իշխանության, այս իշխանության ջրաղացին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում ենք հաղորդաշարն է, իսկ հյուրս այսօր Նարեկ Մալյանն է, հասարակական քաղաքական գործիչ, Արթուն ենք շարժման հանրային կապերի պատասխանատու։ Շնորհակալ եմ, պարոն Մալյան, Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մալյան, եթե չեմ սխալվում, արդեն 1 ամիս է դուք հայտարարություն եք անում, նաև Facebook-յան լայվերի միջոցով տեղեկացնում եք մեր ժողովրդին, որ իմպիչմենթի գործընթաց պետք է սկսել եւ միայն դա է հնարավորությունը, որ այս իշխանությունը, ինչպես դուք եք բառացի ուզում եմ ասել, միակ հնարավորությունն է այս իշխանությունից ազատվելու համար։ Հիմա եկեք որոշակի բան իրավիճակ դիտարկենք։ Վարչապետի պաշտոնից Փաշինյանին հնարավոր էր հեռացնել շատ ավելի վաղ եւ կային ստեղծվեցին մեր երկրում նման մի քանի, այսպես ասած, հարմար իրավիճակներ։ Դեռ 2020 թվական պատերազմից հետո, երբ որ ասում էինք իշխանությունը փողոցում է եւ բունկերներ էր վազվզում Նիկոլ Փաշինյանը, այդ շրջանից սկսած գանք դեպի 22 թվական խորհրդարանի դիմաց մեր ժողովուրդը հավաքված պահանջում էր անվստահություն հայտնել, պահանջում էր ընդդիմությունից։ 23 թվական նույն պահանջը արտահայտվեց եւ Արցախն էր հայաթափվել եւ բոլորս կանգնած էին կառավարության դիմաց նույն պահանջներ, նույն պահանջով էին կանգնել։ Եկավ 2024 թվական մայիս Բաքրատ Սրբազանի պայքարի ընթացքում առաջին օրն իսկ մայիսի 9-ին Սրբազանը այդ մասին հայտարարեց, գործընթացի մասին հայտարարվել է, բայց ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում, սայլը տեղից չի շարժվել։ Այսօր դուք նորից հնչեցնում եք այդ հայտարարությունը։ Հիմա ուզում եմ հասկանալ, իդեպ նաև հիշեցնեմ, ինչ էր ասում այն ժամանակ ընդդիմությունը, ռեսուրս չունենք, ներուժ չունենք, ոնց կարող ենք իմպիչմենտի գործընթաց սկսել։ Այսօր կա այդ ռեսուրսը, այսօր դուք ունեք այդ վստահությունը, որ ունի այդ հնարավորությունը ընդդիմությունը խորհրդարանում, որ նման պահանջ եք առաջարկում, խնդրեմ։ Շատ հետաքրքիր ժամանակագրությամբ նկարագրեցիք վերջին տարիների տեղի ունեցող այդ պայքարները, դրանք իրականում նաև շատ տարբեր էին, ինչ որ առումով թե դերակատարների հետ կապված, թե այդ պայքարի որպես ողնաշար դրված պահանջների մասով էին տարբեր, օրինակ 2022 թվականի դիմադրության շարժման ժամանակ իմպիչմենտի պահանջ չէր կարող լինել, որովհետև 2022-ի օգոստոսի 2-ից նոր մենք ստացանք հնարավորություն իմպիչմենտի հարցով սեպտեմբերին կարող էր լինել պարոն։ Նու դիմադրության շարժումը ավելի այդ 2022-ի մայիս, հունիս այդ այրակտիվ փուլը այդ շրջանում էր։ 22-ը կներեք հիշեցրեցի հենց սեպտեմբերի հետ կապված, որտեղ եկան խորհրդարական, հիշում եք, ընդդիմադիր падգամավորները ասեցին կանենք, չարեցին։ Ես հավելումն եմ ձեր ասացին ասում, բացարձակ չեմ հակասում ձեր ասացին։ 22 թվականի օգոստոսին առաջին անգամ Էդգար Ղազարյանը հրապարակային խոսեց իմպիչմենտի մասին, ինչը ամբողջ ընդդիմադիր պայքարի պարադիգման այդ պահից սկսած փոխեց ամբողջությամբ, որովհետև մինչև այդ ընդդիմադիր բոլոր շարժումները հրաժարականի պահանջով էին փողոց դուրս գալիս կամ ինչ-որ այլ տարբերակներ էին առաջարկում հանրությանը, իսկ 2022-ի օգոստոսից սկսած արդեն, երբ Էդգար Ղազարյանը այդ մասին հանրային առաջին անգամ խոսեց, լրիվ փոփոխություն տեղի ունեցավ ընդդիմադիր պայքարի պարադիգմայի մեջ։ Ցանկացած փողոցային պայքար
ինքը պետք է ունենա իրավական հանգուցալուծման հնարավորություն, այսինքն ուղղակի փողոց դուրս գալու համար դա ըստ իս անարդյունավետ է ու կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ նույն բանը կասեն։ Ուղղակի դուրս գալու ասել, որ մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ 3 միլիոն մարդ էլ դուրս գա փողոց եւ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Հետևաբար անիմաստ է այդ կոչով մարդկանց հրավիրել փողոց, իսկ այն մարդիկ, ովքեր դա գիտակցելով, այն քաղաքական առաջնորդները, ովքեր դա գիտակցելով փորձ կանեն մարդկանց փողոց հրավիրել, փողոց գեներացնել, այսպես ասած, իրանք ուղղակի քաղաքական ավանտյուրիստներ կլինեն, որտեղ եթե մի բանը, որ չունի իր հանգուցալուծումը, չունի իր վերջաբանը, ուղղակի process սկսել process-ի համար, այդ մարդիկ կամ իշխանության հետ նախնական պայմանավորվածություն ունեն, ինչ որ թեմայի շուրջ հանրային, այսպես ասած, գոլոշին բաց թողելու, կամ ցանկանում են ինչ-որ աժիոտաժ ստեղծել իրենց անձի կամ ուժի շուրջ, հետո այդ աժիոտաժը փորձել երևի առևտրի առարկա դարձնել իշխանության հետ ինչ-որ բանակցություններում, հանրության համար անհասկանալի մինչ այժմ, կամ այդ մարդիկ ուղղակի, չգիտեմ, չեն հասկանում, ինչ են անում, հա։ Փողոցը առանց իմպիչմենտը միակ հնարավորությունն է։ Ես դա կրկնում եմ, եթե կա երկրորդ հնարավորություն, ես շատ ուշադիր կլսեմ ձեզ։ Եթե կա երկրորդ հնարավորություն ես իշխանությունից ազատվելու, ասեք ես լսեմ։ Բայց նաև պետք է հասկանալ, իմպիչմենտը եւս հնարավոր է այդ հնարավորությունը իրականացնել, թե ոչ։ Այո, այո։ Սկսում ենք նրանից, որ իմպիչմենտը միակ հնարավորությունն է այս իշխանություններից ազատվելու։ Սա միակ process-ն է, որը որևիցե կերպով կապվածության մեջ չի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտության հետ։ Սա մի process է, որը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի կամքից դուրս գտնվող գործընթաց է ներառում։ Հրաժարականը ենթադրում որ Նիկոլը պետք է ինքը տենց որոշում կայացնի ու հրաժարվի, ինքը չի կայացնում այդ որոշումը։ Իմպիչմենտը առանց փողոցային ընդ որում փողոցային համազգային նշանակության փողոցային ոչ թե ուղղակի այտենց դիմադիները սիրում են ինչ-որ քանակ մարդաքանակ ասեն, բայց ես մարդաքանակով չի որոշվում այդ փողոցը։ Ինքը պետք է համազգային համաձայնություն եւ համազգային ընդգրկունություն ունենա այդ փողոցը, որի վերջաբանը, այսինքն պսակը պետք է լինի իմպիչմենտի գործընթացը։ Հետևաբար իմպիչմենտը առանց փողոցի դատապարտված է անհաջողության եւ փողոցը առանց իմպիչմենտի եւս դատապարտված է անհաջողության։ Դա հեծանիվ չենք օրինում, փողոցը եւ իմպիչմենտը դրանք իրար հետ փոխկապակցված բաներ են։ Չնայած նրան, որ սահմանադրության մեջ գրած չկա, որ պետքա ժողովուրդ փողոց ելնի եւ այլ, այսինքն այդ մասը չկա գրած, այդ սահմանադրությունը ենթադրում է, որ դա սուտ իրավական ֆորմալ գործընթաց է, որը խորհրդարանի շրջանում։ Այո, խորհրդարանական երկրում խորհրդարանական գործընթաց է նախատեսել սահմանադրությունը։ Հիմա գալով նրան թե արդյոք հնարավոր է, թե հնարավոր չի։ Երբ որ դուք եք դա հարցը տալիս, դուք, ով օժտված չի падգամավորի մանդատով, ես պատրաստ եմ այդ մասին շատ երկար խոսել եւ ինչը հիմա կանեմ ձեր եթերում, բացատրել իմ ծրագիրը հրապարակային ավելի մանրամասնորեն խոսալ, բայց երբ որ դա ասում է ազգային ժողովի падգամավոր, ում սահմանադրական պարտականությունն է, ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է, այնտեղ սահմանադրության մեջ գրած է, որ ազգային ժողովի падգամավորը վերահսկողական ֆունկցիա ունի կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ, այսինքն կառավարությունը ծրագիր է բերում ազգային ժողով, այդ ծրագրով կազմում է կառավարությունը, ընտրվում է վարչապետ, ազգային ժողովի падգամավորները ուշով հետևում են, որ կառավարությունը իր բերած ծրագրից չշեղվի, իսկ շեղման դեպքում, որ կառավարությունը սկսում է իր ծրագրից դուրս ինչ-որ բաներ անել, այդ դեպքում ազգային ժողովի падգամավորներից յուրաքանչյուրը, ոչ խմբակցությունների մասին էլ չկա այնտեղ խոսք սահմանադրության մեջ, կարող է սկսել անվստահության գործընթաց վարչապետի նկատմամբ։ Ինչ եղավ մինչև հիմա, այս այդ մինչև հիմա նա տարագանցնեմ։ Այո, մինչև հիմա ժողովրդին խաբել են։ Մինչև հիմա հանրությանը խաբել են։ 2022-ին ընդդիմությունը խաբեց հանրությանը, ասաց, որ իմպիչմենտի թուղթ կա, գնացին ազգային ժողով,
շատ խորհրդավոր դեմքերով դուս եկան, ասեցին, որ սաղը ստորագրել ենք, պարզվեց նույնիսկ թուղթ չկա, որի տակ իրանք սաղ ստորագրեին, հասկանաք, գոյություն չունի այդ թուղթը, իդեպ իմպիչմենտի թուղթը չկա մինչև հիմա։ 4 տարի անցել առաջին հնարավորությունից, նու չէ, 3 տարի անցել առաջին հնարավորությունից իմպիչմենտը անելու, բայց մինչև հիմա ընդդիմությունը նույնիսկ կես քայլ չի արել է անվստահություն հայտնելու գործընթացում։ Կես քայլը հետևյալն է, այդ իմպիչմենտի թղթի վրա պետքա լինի սկզբում վերնագիրը, հետո տեխնացուի անունը, այսինքն մարդու անունը, որ պետքա փոխարինի Նիկոլ Փաշինյանին, հաջորդիվ պետքա լինեն այն падգամավորների ստորագրությունները, ովքեր որ դրան միանում են, եւ հաջորդիվ լիքը process-ներ։ Ընդդիմությունը պատճառաբանում է այս ամբողջ գործընթացի վերջաբանը, այսպես ասած, եւ ժողովուրդային հանուն փողոց չես ասում, ասում են ժողովուրդն է մեղավոր, չեկավ, չէ, հիմա էլ ասում են ԿՊ падգամավորներն են մեղավոր, որ իմպիչմենտ չեն կարողանում։ Համապատասխան թիվը չկա, նախ եւ առաջ պետք է 34 падգամավորի ստորագրություն լինի։ Ոչ, նախ պետք է 36 падգամավորի ստորագրություն, ընդհանուր իմպիչմենտ վերջի փուլի համար պետք է 54 այո, ճիշտ եք, 54 падգամավորի քվեարկությունն է պետք։ Մի վարքյան, մենք ինչ եք թռնում, չեք արագանցնում այդ մասը։ Եթե մանրամասնելու բան կա, խնդրեմ ասեք։ Իհարկե մանրամասնելու բան կա, հոտ այս ամեն ինչ հոտ այս մաթեմատիկա չի։ Մենք դրա վրա ենք կենտրոնանում, այն հենց հիմնական մեղն է, որ ասում են չունենք ներուժ։ Դա ուղղակի մանկական արդարացումներ են, որ իրանք փորձում են բացատրել մարդկանց, թե ինչի են իրանք անգործությամբ զբաղված։ Լավ, շարունակեք բանը։ Դրա այլընտրանքը, impeachment չանելու այլընտրանքը, ոչ մի բան չանելն է։ Այսինքն ես ոչ մի բան չեմ անում, որովհետև ԿՊ-ն չի քվեարկի ես իմիջը, ասենց մի հատ արդարացում է լինում։ Հիմա անդրադառնանք process-ին։ Ուրեմն ես արդեն ասեցի, որ պետքա որպեսի տեխնացու առաջին հերթին պետքա լինի տեխնացու, որը չկա արդեն 5 տարի։ Այդ տեխնացուն ես չեմ առաջադրելու, ոչ էլ դուք։ Այդ տեխնացուի առաջադրման իրավունք ունեն ազգային ժողովի падգամավորի մանդատ ունեցող մարդիկ միայն բացառապես մենք չենք կարող դա անել։ Այդ տեխնացուի շուրջ ընդդիմության պարակտվածությունը տակից կուլուարային այնքան մեծ է եղել, որ մինչև հիմա իրանք չեն կարողացել տեխնացուի շուրջ իրար գլխի գան հավաքվեն Նիկոլ Փաշինյանին, մարդուն, որ ոչ կրթություն ունի, ոչ արտաքին տվյալներ ունի, ոչ մի բան չունի, հասկանում եք, այսինքն պրավալ է տվել ամեն ինչ, այդ մարդուն չեն կարողանում փոխարինող գտնեն 3 միլիոն հայերից որից է մեկին։ Իմպիչմենտի գործընթացը չի կայանում, որովհետև ընդդիմադիր մեր падգամավորները զբաղված են ժողովրդին խաբելով։ Չեն կարողանում միասնական տեխնացուի շուրջ գան համաձայնության, որովհետև ամեն մեկը մտածում է հետևյալ կերպ, կամ իմ սիրելի տեխնացուն կլինի հաջորդ վարչապետը կամ թող Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ։ Այսինքն նույնիսկ այդ մոտեցումով են իրանք առաջնորդում, բայց ուրիշ ինչ կա, ինչ բացատրություն կարող ենք ունենալ, մի վայրկյան, եթե թույլ տաք վերջ, եթե թույլ տաք կասեմ։ Խնդրեմ։ Արին ջան, բա հենց այդ եմ բացատրում, պատմում։ Եվ իրանց այդ անգործությունը մեր ընդդիմադիր падգամավորները փորձում են քողարկել ԿՊ-ի չքվեարկելու ինչ-որ հեռանկարով։ Մինչև ԿՊ-ի քվեարկության հասնելը լիքը process-ներ կա, որոնք պետք է անել, իրականացնել, նոր մտածել ԿՊ-ի քվեարկության կամ չքվեարկության վերաբերյալ։ Հետո շատ տարօրինակ է հնչում ազգային ժողովի падգամավորի ընդդիմադիր падգամավորի շուրթերից, որ մենք չգիտենք ԿՊ-ականները կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Բա գնում եք արտասահմանյան ուղևորությունների հետ, նույն ԿՊ-ականների հետ, սա օրը ջան եք ասում, ջան եք լսում ազգային ժողովում, բուֆետներում եւ այլ տարբեր տեղեր, այրոպորտներում գարեջուր խմելու նկարներ ունենք, չէ՞, սա մտ հարցրեք, Մտ հարցեք այդ падգամավորներից, կարող է քվեարկում են։ Ո՞վ է ասում։ Ասում են կոմպրոմատներն են շատ է որ վախենում են։ Դե այսպես հարցազրույցների ժամանակ ակնարկում են։ Երբ ես չեմ լսել երբևէ որից է մեկը, որից են դիմադիր падգամավորի, ով որ ասի, որ ես հարցել եմ ԿՊ-ական падգամավորից ու ստացել եմ մերժում։ Այդ նման խոսակցություն չկա։ Համաձայն եմ, անվանական չկա, բայց ասում են, որ այնքան կոմպրոմատներ ես չգիտեմ, ես հիմա ամբողջ process-ը ինչ եմ անում, ամբողջ process-ը բերում եմ հրապարակային դաշտ, ամբողջ գործընթացը բերում եմ հրապարակային դաշտ։ Նույնիսկ ընդդիմության ներքին պառակտման այդ խնդիրները բերում եմ հրապարակային դաշտ, որովհետև հերիք է այս ժողովրդին խաբեք, հերիք է ձևանակ
հաշտ համերաշխն դիմություն, տակից իրար մի սուտեք, չկարողանաք այս ժողովրդին հուզող գլխավոր հարցը impeachment-ի անվստահության հարցով առաջին քայլը չկարողանաք իրականացնեք խոսքը թեկտածուի մասին է գնում։ Հիմա քանի մենք որպես հանրություն չենք բզում ընդդիմությունը այդ կոմֆորտ զոնայում ապրելու է մինչև 26 թիվ։ Ինքը չի աշխատելու, ես հստակ հայտարարում եմ։ Արդեն ասում 26-ին են պատրաստվելու։ Թող պատրաստվեն։ Անվստահության գործընթացը իրանց սպասումներին չի խանգարում։ Այսօր Հայաստանում ընդդիմությունը երկու մասի է բաժանված։ Մաս համար առաջին, ովքեր ոչինչ չեն անելու մինչև 2026 թվական եւ փորձելու են վիժեցնել բոլոր գործընթացները, որպեսզի իրանց այդ սպասումներում իրանք մնան այսպես ասած կինոյի տղա մինչև 2026 եւ երկրորդ հատված ընդդիմության դրանք անկեղծ հայրենասեր մարդիկ են, ովքեր ամեն հնարավորություն, ամեն ձեռքի տակ եղած հնարավորություն փորձելու են օգտագործեն։ Բայց այդ տեսակը մանդատ չունի։ Ոչ, ես այդտեղ համաձայն չեմ ձեր հետ։ Ես այն կանխավարկածով եմ առաջնորդվում, որ մեր ընդդիմադիր պատգամավորները, համենայն դեպս դրանց մեծ մասը, որտեղ ես անձնական նաև խոսակցություններ եմ ունեցել իրանց հետ, նրանց մեծ մասը ընկերական հարաբերություն ունեմ։ Իրանք հայրենասեր կարգին մարդիկ են։ Եվ եթե առաջարկը լինի հանրության կողմից, այսինքն հանրությունը դնի այդ պահանջը իրանց առաջ, իրանք ես չեմ կարծում, որ իրանցից որևէ մեկը կհրաժարվի իր ստորագրությունը դնի այդ impeachment-ի թղթի տակ եւ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսի։ Եթե չի անի, ապա դա ուղիղ կնշանակի, որ այդ падգամավորը, հետեւաբար նաեւ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է այդ падգամավորը, անվերապահորեն վստահում է Նիկոլ Փաշինյանին։ Պարոն, կարող եմ հարց ուղղել ձեզ ուղղելով ընդդիմադիր պատգամավորի Գառնիկ Դանիելյանն երեք արձագանքել, հա, այս impeachment-ի գործընթացին Հայաստան խմբակցության պատգամավորը ասում է մենք էլ ենք սրտացավ, գուցե ձեզնից ավելի, բայց դա գործընթաց է, ինչին պետք է հաջորդեն կոնկրետ քայլերը պետք է լինեն համապատասխան աշխատանքով, պետք է քվեա պետք այդ impeachment-ի համար, խոսելով չէ, պետք է աշխատել ՔՊ պատգամավորների հետ եւ ի վերջո գեներացնել փողոցը։ Ես լրիվ չէ, մի վարքան, բայց այդ քայլերն անողը պետք է որ իրենք լինեն։ Մի վարքան, ես լրիվ համաձայն եմ Գառնիկ Դանիելյանի բոլոր բառերի հետ, ստորագրում եմ իր բոլոր բառերի տակ։ Շատ հնարավոր է Գառնիկ Դանիելյանը ինձնից ավելի սրտացավ է, չեմ էլ դա նույնիսկ դա չեմ վիճարկում։ Հարցը դա չի։ Ինչ է ասում Գառնիկ Դանիելյանը։ Գառնիկ Դանիելյանը ասում է, որ պետք է գեներացվի փողոց։ Լրիվ համաձայն եմ Գառնիկ Դանիելյանի հետ։ Փողոցի գեներացիայի պատասխանատվությունը ամենևին չի դրվում Գառնիկ Դանիելյանի վրա։ Գառնիկ Դանիելյանի օգտակար գործողության գործակիցը այս պարագայում, այս process-ի մեջ իր մանդատն է պատգամավորական, այսինքն իր ստորագրությունը։ Ոչ մեկ, այսինքն ես այն մարդը չեմ, որ ոտքս ոտիս եմ գցել, սուրճի բաժակը ձեռքս եմ վերցրել, ասես ծխելով, ասում եմ պատգամավորներ, այ հիմա ստորագրեք, այ հիմա գնացեք փողոց գեներացեք, այ հիմա գնացեք ԿՊԱ-ների հետ բանակցեք, ոչ։ Ճիշտ է ասում Գառնիկը, շատ ճիշտ է ասում, իհարկե, դա դժվար, քրտնաշատ, աշխատատար, այսպես աշխատանքային process, այո, դրա այլընտրանքը ոչինչ չանելն է, տունը նստել, պարկել, Netflix-ով կինո նայելն է։ Ես վստահ եմ, որ Գառնիկ Դանիելյանը կողմնակից է աշխատելուն եւ արդյունք ստանալուն։ Հիմա նայեք, եթե ոչինչ չանենք, ոչ մի արդյունք չենք ունենա։ Փողոցի հիմա պատասխանում եմ Գառնիկ Դանիելյանին, փողոցի գեներացիայի պատասխանատվությունը ամենևին Գառնիկ Դանիելյանի վրա դրված չի եւ ընդհանրապես որևիցե падգամավորից հանրությունը այտենց լեգիտիմ ակնկալիք չունի, որ պետք է այդ падգամավորը համ փողոց գեներացնի, համ ստորագրություններ հավաքի ԿՊ-ից, չէ, այ ձեր ցավը տանեմ։ Արտախորհրդարանական ընդդիմությունն է դա անելու։ Մի վարքան հեսա կասեմ, դա հաստատ Գառնիկի վրա չենք դրել այդ պարտականությունը։ Մի հատ էլ, չէ, ես շատ պայմանական եմ ասում։ Անո ջան, բացատրելով գալիս եմ։ Անվանական չդիմեք։ Բացատրելով գալիս եմ հիմա, որ լսեք կիմանաք։ Գառնիկ Դանիելյանի վրա պայմանական падգամավորներից որևիցե մեկի վրա, մեր ընդդիմադիր սիրելի падգամավորներից որևիցե մեկի վրա դրված չի տենց պարտականություն։ Իրանք ինչից են ենթադրել, որ դա իրանց վրա է դրված։ Հələ մի բան էլ իրանք ասում են մենք դա չենք կարող անել կամ կարանք։ Այդ ձեր ցավը տանեմ, դուք չեք կարա, ճամփա տվեք այն մարդկանց, ովքեր որ կարող են դա անել։ Հիմա փողոցի գեներացիան
падգամավորների վրա դրած չի։ Падգամավորների վրա դրած է սահմանադրությամբ ընդ որում դրված։ Հավաքվեն, տեխնացու մի հատ մեջներից ընտրեն, տակը ստորագրեն, այդքան բան։ Ավել բան ես չեմ ուզում Գառնիկ Դանելյանից, որևիցե այլ կամայական պատգամավոր Հայկ Մամիջանյանից, մյուս տեղից էլ ասեմ, որ չստացվի բանը։ Ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում։ Այդ ցվում նաև չեմ ուզում, որ իրանք գնան բանակցեն ԿՊԱ-կանների հետ։ Բա ինչ Մի վարքյան հեսա ասեմ, Արմինե ջան, բացատրելով գալիս եմ հեսա որ լսեք կիմանաք ինչ։ Եթե իրանք կօգնեն, որ մենք փողոց գեներացնենք, մեծ սիրով դա շատ մեծ օգնություն կլինի։ Եթե իրանք կօգնեն, որ մենք ԿՊԱ-կանների հետ բանակցենք, դա իհարկե մեծ օգնություն կլինի։ Բայց եթե չի ստացվում իրանց մոտ, դա չի նշանակում, որ ոչ մեկի մոտ չի ստացվելու։ Իսկ այն ինչ մենք իրանցից ուզում ենք, կրկնում եմ, դա իրանց պարտականությունն է, սահմանադրությամբ գրված պարտականություն, մենք ավել բան չենք ուզում։ Այդ սահմանադրության մեջ ձեր վրա գրած արեք, ախպեր ջան։ Մնացածի հետ գործ չունեք դուք։ Գեներացնողը փողոց կգեներացնի, ԿՊ-ից քվեներ բանակցող կգնա կբանակցի ու կբերի այդ քվեները։ Ձեզանից ոչինչ չենք ուզում բացի ձեր պարտականությունը անելուց։ Չեք դուք ասում եք մենք չենք անի, որովհետև չենք կարող փողոց գեներացնենք։ Հիմա անդրադառնամ փողոցին։ Բոլոր հարցումներով վերջին ժամանակա, վերջին 6 ամսվում իրականացվող բոլոր հարցումներով հանրության 60-ից 70%-ը սպասում է քաղաքական առաջարկի։ Չի սիրում այս իշխանություններին, բայց չի վստահում գործող ընդդիմությանը։ Այսինքն սպասում է քաղաքական առաջարկի։ Փողոցը կա բոլոր սոցհարցումներում այդ փողոցը կա։ Այդ փողոցը կար սրբազան շարժման ժամանակ ու ավելի այդքան ինչքան մարդ էր հավաքվել սրբազան շարժման ժամանակ կարելի էր 3 հատ իշխանափոխություն անել, եթե խոսքը մարդաքանակի ու փողոցի մասին է։ Իսկ ինչի չեղավ։ Լավ, չեղավ, այդ մարդիկ ինչ եղան, մեռան այդ սրբազան շարժման ցուցարարները։ Դարձան նիկոլական գնացին այս երկրից, կան չես տեղը։ Այո, իհարկե կա, մենք դա տեսել ենք։ Կան այդ մարդիկ։ Ուղղակի այդ մարդիկ սպասում են վստահելի, հավաստի, առաջ քաղաքական առաջարկի, որին իրանք կգնան կաջակցեն եւ ոչ թե որպես բուտաֆորիա կգան կկանոնեն ցույցերում, որ ինչ որ մեկը հելնի իր արևին հանճարեղ ելույթներ ասի, այդ մարդկանց ֆունկցիանել մենակ լինի այդ հանճարեղ ճակերտավոր հռետորին ծափ տալը։ Ոչ, 1000 հոգի մարդ կհավաքվի, 1000 հոգու հետ կապված մենք աշխատանք ու գործ ունենք, հանձնարարություն ունենք, իհարկե բնականաբար, այո։ Ինչը միշտ պահանջել է ժողովուրդը։ Այո։ Մենք ժողովրդին չենք ասում, եկեք կանեք ծափ տվեք։ Ժողովուրդը անելիք ունի այդ հավաքված ժողովուրդը, այսինքն փողոցը մարդկանց մենք ինչ ենք ասում, ասում ենք, ոչ ենք ասում հելեք եկեք, լսեք թե Մալան Նարեկը ինչ հանճարեղ ելույթներ է ունենալու։ Ինձ կպատասխանեն, կասեն Մալան Նարեկը անցյալ օրը Արմինեի եթերում ինչ խոսք ուներ, ասեց, մենք էլ տունը նստած նայեցինք։ Եթե ես կանչելու եմ մարդկանց, որ զավզակություն անեմ, հենա ես կգնամ ինչ-որ մի հատ տաղավար, հյուր կխոսամ այն ինչ-որ կխոսամ։ Այդ վիճակն է փողոցում, համաձայն։ Այսինքն դուք առաջարկում եք դերերի հստակ բաժանում։ Փողոցում փողոցի դերերը պիտի տեղաբաշխվեն, խորհրդարանականները իրենց գործը պիտի անեն։ Ամեն մարդ իր ֆունկցիան ունի։ Այստեղ գիտեք ինչն է խնդիրը։ Այստեղ որոշ ընդդիմադիրներ իրանց այս մի քիչ բանը Երևանյան սլենգով ասեմ, իրանք վզին շատ մեծ բան են վերցրել։ Իրանք իրանց մտածում են, որ իրանք ազ ես ինչ-որ sense մի հատ շատ կարևոր մարդիկ են, որ մենակ իրանք կարան փողոց գեներացնեն, որ մենակ իրանք պետք է այդ process-ը ամբողջությամբ այից մինչև ֆտնանեն, չէ, հանգստացեք տղաներ, դուք ունեք ձեր ֆունկցիան, այդ ֆունկցիան կկատարեք, չեք կատարի այդ ֆունկցիան, հանրությունը շատ ու շատ իր կտեսնի, կնայի ու իր գնահատականը կտա հենց ձեր համար սպասելի եւ սրտատրոպ սպասված ընտրություններին ընդառաջ։ Այդ որ ասում եք ճամփա տվեք իրենց եք ասում։ Ես գիտեք, փակել եք փողոցը, փողոցի դերը եւս իրենց են վերցրել։ Կանոն եք ասում։ Արմինե ջան, մի վարքան ասում։ Իհարկե, մի վարքան հարցը տվեցիք, ճամփա տվեք վերաբերվում է բոլոր այն մարդկանց, ովքեր ընդդիմադիրին, ովքեր ոչ մի բան անելու հնարավորություն չեն տեսնում։ Այսինքն իրանք նայում են դաշտին, ասում են դե բան չկա անելու, պետք է սպասենք 26 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ թող գնան իրանց տուն, նստեն դիվանին, սպասեն 26 թվականի ընտրություններին, հույս ունելով, որ եւս մի անգամ կխափեն այս հանրությանը, ոնց որ խափեցին 2021 թվականին, եթե հիշում եք թարմ այդ վիճակը։
Հա, էլի կգանք խափենք, ասեն մենք Պուտինի ինգերն ենք, մեզ վերևից ասածա, մենք հեսա կգանք իշխանության։ Այդ սուտը, որ փչեցին 21 թվին ու խափեցին հանրությանը, թող փորձեն մի հատ է խափեն։ Ակնարկում եք Հայաստան։ Ես ոչ մեկին չեմ ակնարկում, ես ասում եմ ինչ որ ասում եմ, չէ՞։ Դե իրանք են ասում։ Դե հիմա։ Շարունակեք։ Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր գործ ունեն անելու, տեսնում են ինչ որ անելիքներ եւ այլն, այդ մարդկանց ոչինչ չի խանգարում այսօր դա անել։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր սպասում են, ինձ չեն խանգարում, որ ես այսօր հողի վրա գործընթացներ անեմ շատ բարձր հավանականությամբ հաջողվելու վերջաբանով։ Հասկանալի է, Պամալյան, փաստորեն դուք կարևորում եք հետևյալ հանգամանքը, պարոնայք ընդդիմություն, դուք ասում եք, գնացեք այն իրավական ճանապարհով, որը տալիս է սահմանադրությունը։ Ձեզ տալիս է սահմանադրությունը։ Մի րոպե, ես դա ավելացնում եմ, չէ, լրիվ չեք ասում։ Ոչ թե գնացեք այն իրավական ճանապարհով, գնացեք այն միակ ճանապարհով, չկա երկրորդը, Արմեն ջան, մի հատ երկրորդ հասա, երկրորդ ճանապարհը ո՞րն է։ Համաձայն եմ, միակ ճանապարհը շեշտեք դա, համաձայն եմ։ Որը այլընտրանք չունի, եթե այլընտրանք եկեք ասեք, ո՞րն է այլընտրանքը, ես գամ մասնակցեմ այդ այլընտրանքին։ Դուք ասում եք գնացեք այդ ճանապարհով, որը կարող է անել միայն մանդատ ունեցողը։ Ընդ որում, ես ավելի հեշտացնում եմ իրանց գործը։ Ես չեմ ուզում կապրիզնի մարդու տպավորություն թողեմ, այսինքն կարող է ստացվի տպավորություն այդ նույն իմ սիրելի հարգելի падգամավորների մոտ, որ ինչ որ տեխնացու կա մեր մտքում, որին մենք ուզում ենք անպայման անցկացնենք, ոչ, քավլիցի։ Հայաստան դաշինքը մանդատների քանակով ամենամեծ ընդդիմադիր դաշինքն է, չէ՞, խմբակցությունն է, իհարկե, ով է դա վիճարկում։ Հայաստան դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, չէ՞, ցուցակով առաջի համարներ իրանք մտել էին ընտրություն, որպեսզի վարչապետի համար իրանք վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանն ինչն է խանգարում։ Քավլիցի, թող իրանք հավաքվեն, Ռոբերտ Քոչարյանին ներկայացնեն որպես իմպիչմենտի տեխնացու։ Ես երդվում եմ ձեզ։ Ոնց ինչ երանդով կպայքարեմ ինքս իմ համար, ասենց ասեմ, այդ 3 անգամ ավելի շատ երանդով կկպնեմ, կլծվեմ աշխատանքի գործի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը անվստահության գործընթացում փոխարինի Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն տրամաբանությունը ոչ թե ես ասում եմ եկեք իմ ուզածը արեք։ Իհարկե ես չեմ լուծում, իրանք են լուծում։ Կներեք դա, դա իրանք առաջին գիշերվա իրավունքն է։ Դա իրանք պետք է անեն, ոչ թե ես։ Ես չեմ կարող իրանք պարտադրել, քանի դեռ ես չեմ լսել իրանցից հստակ պատասխան այդ հարցին Այսինքն չկա տեխնացուի, չպետք է որ լիներ տեխնացուի խնդիր, 5 տարի եթե պետք։ Պատիվ ունեմ դաշինքի լավ, Հայաստան դաշինքի մոտ ենթադրենք չի ստացվում, ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյանը ենթադրենք չի ցանկանում լինի վարչապետ։ Սենց ասենք, հա, օրինակ եմ ասում։ Պատիվ ունեմ դաշինքի, իր առաջնորդն էլ Արտուր Վանեցյանն է, չէ՞ եղել։ Իրանք էլ իրանց վարչապետի պատկերացումն են ունեցել իրանց առաջնորդ Արտուր Վանեցյանի դեմքով։ Թող դնեն Արտուր Վանեցյանի տեխնացությունը, մեզ էլ հանրությանն էլ ասեն, Արթունեք շարժումն էլ հանրության մի մասն է։ Ասեն, այս Արտուր Վանեցյանն է կամ Ռոբերտ Քոչարյանն է տեխնացությունը, ստորագրավակը սկսում ենք։ Մենք էլ լծվենք, գնանք, ես, դուք, գնանք քպական մեր падգամավորներին, ծանոթ կամ քիչ ծանոթ, չգիտեմ, այդքան ասենք ախպեր ստորագրեք։ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, այսինքն process-ը ինքը տենց պետք է լինի։ Այս process-ը վիժեցվում է իր նույնիսկ ոչ թե առաջալ զրոյական քայլի ժամանակ։ Դեռ չսկսված։ Հիմա եթե իրանք չկարողանան իմիգան տեխնացուի անվան շուրջ, այդ ժամանակ հանրությունը ինքը կպարտադրի այդ տեխնացուին իրանց։ Բայց ես չեմ կարծում, ես չեմ կարծում, որ 34 կամ տարբեր հաշվարկներով 34 կամ 36 սեռահասուն ընդդիմադիր հայացքներ ունեցող լուրջ ճանապարհ անցած, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ եղել են նախարարներ, չէ՞, պաշտպանության ոլորտի բաներ, տարածքային ենթակառուցվածքները համակարգող փոխվարչապետեր, նախագահներ եւ այլն, այսինքն ծանրակշիռ կեսագրություն եւ փորձ ունեցող մարդիկ չեմ կարծում, որ իրանց համար իրանց ներքին գզվրտոցը, իրանց քվե փախցնելու 26 թվին հեռանկարը, ժողովրդին մի անգամ էլ խափելու, մի քիչ էլ տեղավորվելու ազգային ժողով այդ հեռանկարը իրանց համար ավելի թանկ է, քան հայրենիքը, որ մենք ամեն վարքյան կորցնում ենք։
Ես հայրենիք կորցրած մարդ եմ։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Շատ լավ, Պամանյան, միովին հասկանալի է, ուղղակի այդտեղ նաև մեկ դիտարկում կուզեի, այսպես հպանցիկ կուզեք անդրադառնալ, կուզեք ոչ, տեխնացուների հետ կապված, անուններ եք հնչեցնում, եթե մինչև հիմա իրենք չգիտեն իրենց առաջնորդներն ովքեր են։ Իրենք կարող է, չէ, 5 տարվա մեջ այդ առաջնորդներին առաջ հայտարարել, ասել, այս մարդիկ են մեր տեխնացուները։ Եթե դա չեն անում, ուզում ես մտածել, իրանց տեղը չենք մտածում, բայց մենք որպես ժողովրդի ներկայացուցիչ տնենք, Պամանյան։ Եկեք մի վարքյան եմ ասում ձեզ։ Կարող է վստահությունը, իրանք հասկանում են, ժողովրդի վստահությունը այդ մարդիկ չեն շահում, դա է պատճառը, որ չեն անում։ Եկեք իրանց տեղը մտածենք ինչա կարող։ Եվ այդ առաջնորդներն էլ փակել են մյուս տեխնացուների առաջ։ Մի վարքյան։ Դրա լավագույն լուծումը գիտեք, որ դուք մի 3 հատ տարբերակ առաջարկեցիք իրանց փոխարեն։ Եկեք մենք իրանց տեղը ոչ մի ձև չմտածենք, ոչ մի։ Եկեք մի հատ իրանց հարցնենք, թե իրանք հրապարակային պատասխանեն, ախպեր, հարցը ո՞րն է։ Զաձերշկան ինչու՞մն է։ Հնչեցրել եք։ Իհարկե, եւ ոչ միայն հնչեցրել եմ, մի րոպե, պրոստը չեմ հնչեցրել։ Եթե իրանք մտածում են, որ իմ ճիրաններից տենց հեշտ կազատվեն, չարաչար սխալվում են, այդ հարցի պատասխանը լինելու է եւ լինելու է հրապարակային։ Անպայման, այ դուք Արմինե ջան, իմանալու եք այդ ձեր հնչեցրած հարցի պատասխանը իրանցից։ Այ որ ասում եք իրանք չգիտեն, իրանք ես չգիտեմ, գիտեն թե չգիտեն։ Կարող է Ռոբերտ Քոչյանը չի ուզում, կարող է Արտուր Վանեցյանը չի ուզում, կարող է նրան չի ուզում, նա նրան չի։ Ես չգիտեմ, իրանց տեղը չեմ ուզում պատասխանեմ։ Դրա համար դրա լուծումը միակ հետեւյալն է։ Պրոցեսները կուլուարային քչփչոցներից, վարակույրների հետևը պայմանավորվածություններից քաշել հանել բերել հրապարակային դաշտ։ Ասել եկեք խոսացեք, մենք էլ իմանանք ինչ եք անում, ախպեր։ Շատ ճիշտ եք, որովհետև այդ քչփչոցներով, այդ ներքին պառակտումները ուղղակի ջուր լցրեցին իշխանության, այս իշխանության, ջրաղացին երկարացնելով Նիկոլ Փաշինյանի կյանքը։ Այնքան պարզ է ամբողջ իրավիճակը։ Հիմա դուք ասում եք, բայց եկեք դառնանք այնուհանդերձ նայենք այսպես մանդատ ունեցողների, հա, հայացքով նայենք։ Այդ փաստարկները, որ բերում են, մենք գիտենք, որ ի սկզբանե գիտենք, որ գնալով այդ գործողություններն անելով ձախողվելու ենք, որովհետև հնդածս չենք կարողանալու համոզել ԿՊԵ-ականների, նորից եմ ասում են այդ մարդիկ մտածեն Նիկոլ Փաշինյանի գրպանը, իրենք երբեք Փաշինյանի դեմ չեն գա միանալ այդ ստորագրահավաքին եւ այլն, չեն մասնակցի այդ նիստին, իմպիչմենտի եւ այլն։ Ասում են դուք մեզից ո՞նց եք դա պահանջում, դա անհնար է եւ այդպես փակվում է հարցը, օրինակ։ Դուք ես ուզում եմ իրոք զարմացած եմ։ Բայց դուք ուզում եք հրապարակային քայլը գնալ տեսնեք կգիտեք ինձ թե չէ։ Արմեն ջան, մի վարքյան։ Դուք ասեք։ Սկսում եք հարցը մի ձև, վերջացնում եք ուրի ձև։ Հիմա ձեր հարցի ամենասկզբից եմ գալիս։ Ինչի ես պետքա նայեմ այդ ամեն ինչին պատգամավորի հայացքով։ Ինչի պետք է նայեմ։ Մի վարքյան, բացատրում եմ ձեզ։ Ինչի պետք է ես դա անեմ։ Ինչի պետք է ես իր ականջներս կախեմ, ինչ որ արդարացումներ լսելու։ Ես դա process-ները թափանցիկ པարզ տեսնում եմ, չէ՞։ Այդ ձեր ասած քվեարկությունը դա process-ի վերջն է։ Իրանք ունեն տեխնացու, իրանք մտել են թեմայի մեջ, իրանք փողոց են գեներացրել, ես հիմա իրանց մասով եմ ասում, էլի, նոր ասեցի, որ թող իրանք չանեն, չէ՞, որտեվ իրականում իրանք չեն կարողանում փողոց գեներացնել, որտեվ ժողովուրդը այլևս իրանց չի վստահում։ Իրականում այո, իրանք այդքան բան չունեն, իրանցից մի հատվածը չունի այդքան կշիռ ազգային ժողովում, որպեսի մոտենա ԿՊԵ-ական падգամավորին ինչ-որ բան ասի եւ այդ ԿՊԵ-ական падգամավորին ինչ-որ բան անի։ Միգուցե մենք նաեւ տեսնում ենք ոնց են ԿՊԵ-ական падգամավորներից շատերը ծաղրում այսօրվա ընդդիմադիր գործիչներից շատերին, ովքեր այսօր խրոխտ հայացքներով հարցեր են հնչեցնում ազգային ժողովում, իրանց նախընտրական ռոլիկների համար վիդեոներ են հավաքում 26 թվին, որ էդի կտրեն կպցնեն, ասեն, այ մենք պայքարեցինք եւ այլն, ոչ, տղեկ, չեմ թողելու ձեզ, դուք տենց ձեր գլատկի ճանապարհով գնաք հասնեք 26 թիվ, չի լինելու, դուք այսօր անելիք ունեք, դուք արեք ձեր անելիքը, ձեր սահմանադրական կրկնում եմ, պարտականությունը արեք, ստորագրությունը, տեխնացուն գեներացրեք, ստորագրությունը դրեք, մնացածի հետ կրկնում եմ, գործ չունեք դուք։ Կարելի է այստեղ մեկ հարց։ Ասեք։ Տեսեք, իրենք ասում են, ես այսպես հա անուններ չտամ, ուղղակի կարծիքներ ձեզ փոխանցեմ։ Ասում են մի բան, որը ձախողված է, խոսել այդ մասին նշանակում է ուղղակի շոուով զբաղվել։ Ո՞վ ասել որ ձախողված է։ Նարեկ Մայլյանը շոու է անում։ Լավ իմանալով որ դաշնակետում ձախողված է։ Ո՞վ է ասել, լավ, ես ինչ գիտեմ, իրանք թող իմ տեղը չմտածեն, ես էլ իրանց տեղը չեմ մտածել։ Ո՞վ է ասել որ դա ձախողված է։ Որտեղից է այդ վստահությունը որ ձախողված է։ Ոչ մի բան չանելը հաջողված է։ Պամանյան, դուք երբևէ իմպիչմենտ անելը ձախողված է։ Ասենք օրինակ կմիանային իրենք, իսկապես դուք ունեք փաստորեն այդ վստահությունը։
Այսինքն խորհրդարանական ընդդիմությունը Ես մենակ չեմ։ չի աշխատել։ Բագրատ Սրբազանն էլ է ունեց խոսացել, ես հիմա բան եմ ասում։ Բագրատ Սրբազանն էլ բանակցել է ԿՊԱ-կանների հետ, արդյունքների մասին մի օր կանչեք, թող ինքը պատմի։ Ազնիվ ԿՊԱ-կաններ Ինչ եկեք մի րոպե ինչ էպիցենտրեր եք դնում ազնիվ, չազնիվ։ Ես դες բան չեմ ասում։ Բոլորը Փաշինյանի ծրագրի կատարողները չեն, իմ մոտ այդ տպավորությունն է, որ նայած ինչ ենք մենք առաջարկում իրանց։ Մենք ինչ ենք իրանց առաջարկում։ Իմպիչմենտի հարցը։ Քաղաքական առաջարկը ո՞րն է, եթե մենք հələ ես գնալ Արմինի ջան, ես գնամ անվստահություն։ Պատկերացեք դուք ԿՊԱ-կան падգամավոր եք, ես Նարեկ Մալյանն եմ։ Եկել եմ ասում եմ Աստվածչան իհարկե, բայց պատկերացեք մի բան։ Եկել եմ ասում եմ Արմինե ջան, ես իմպիչմենտի գործընթաց եմ սկսել։ Պատկերացեք, ես էլ Գառիկ Դանելյանն եմ, սենց սենատ։ Գալիս եմ իմ շատ սիրելի Գառիկ Դանելյան։ Գալիս եմ ասում եմ Արմինե ջան, իմպիչմենտ դուք ԿՊԱ-կան падգամավոր ես, իմպիչմենտի գործընթաց եմ սկսում։ Միանում ես այդ իմպիչմենտի գործընթացին։ Դու չես հարցնի, չես ասի, բայց ով է տեխնացուն։ Որովհետև տեխնացու կա, որին կարող է դու դեմ ես, որ դա Նիկոլին փոխարինի, գա, ասեն, չգիտեմ, իրան վնաս տա օրինակի համար, ասենք վստահ եմ ձեզ ասում Նարեկ Մալյան տեխնացուին դեմ են ԿՊԱ-կան падգամավորների մեծ մասը դեմ կլինեն, որովհետև Նարեկ Մալյանը շատ սուր եզրի խոսույթով է միշտ հանդես եկել եւ իրանց մոտ կարա լինի մտավախությունը, որ թե Նարեկ Մալյանը դառնա վարչապետ ձեռք բերի այդ լծակները կարող է վրեժ խնդիր լինի նրա համար, որ իրան ատելության քարոզով նստացել է, չէ՞ դες բաներ կա։ Բայց կարող է օրինակ Արմինեն իրանց համար ընդունելի է։ Հիմա մենք ինչով ենք գնում բանակցենք ԿՊԱ-կաների հետ։ Եթե մենք ոչինչ չունենք, այդ ԿՊԱ-կանը ինչ է ասելու ինձ, ասելու է, ընկեր, ինչի շուրջ ենք բանակցում։ Արի բանակցենք, դավացի, ստում ենք բանակցել, ինչ։ Ինչը ում ես բերում դու Նիկոլի փոխարեն։ Դուք փաստի առաջ եք կանգնեցնում, հասկանում եմ ընդդիմությանը, որը որևէ քայլ հասկանում։ Այդպես է։ Դուք ճիշտ եք հասկանում։ Ես ուզում եմ բարձրացնեմ ընդդիմության արդյունավետությունը։ Ես տեսնում եմ շատ մեծ պոտենցիալ մեր, կրկնում եմ, հարգելի, սիրելի ընդդիմադիր падգամավորների մեջ շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում, որը իրանք այդ փողակի այդ կոմֆորտ զոնայից դուրս չգալով փորձում են թաղեն, բան չլինի, ոչ մի իրար չգան մինչև 26 թիվ չի լինելու ժողովուրդ։ Դուք հանրության առաջ այդ մանդատը որ վերցրել եք, դիմում եմ մեր ընդդիմադիր падգամավորներին հատկապես ընդդիմադիր падգամավորներին։ Այդ մանդատը որ դուք վերցրել եք, չէ՞ որ դուք դա ստանձնել եք խոստանալով որ հեռացնելու եք Նիկոլ Փաշինյանին, չէ՞։ Այդ խոստումով են ձեզ քվետավե մարդիկ։ Այո։ Տենց է դες չի։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պարլամենտական մի ձև կա միայն։ Արմինե ջան, ուրիշ չկա երկրորդը։ Եթե դուք դա այդ մի գործողությունը, որը ունեք ձեր վրա սահմանությամբ դրված է, դա էլ չեք անում 5 տարվա մեջ ոչ մի անգամ։ Հայտարարելով որ դա, չգիտեմ ինչի որտեղից վերցնելով, որ դա տապալված ով ասում։ Կանեմ կտենակ որ դա տապալված չի։ Թեկուզ եւ հայտարարելով որ տապալված է արդարանալով որ քպնչիկ չէ, ինչ որ տարբեր արդարացումներ չեք անում։ Բա դուք ո՞նց եք գալու 26 թվին նույն ժողովրդին խափեք քվե վերցնեք, ո՞նց եք անելու դուք դա։ Իդեպ նույն Գառնիկ Դանելյանը նորից հղում պիտի իրեն տան, որովհետեւ ինքն է ասել։ Ասում է, եթե մենք այդ գործընթացը չսկսենք այսօր անվստահության, ապա մինչև սեպտեմբեր այլևս անհնար է, որովհետեւ սեպտեմբերից պիտի պատրաստվենք արդեն 26 թվական։ Ինչ ասում, անհնար չի։ Մենք այս պահի եթե այսօր հենց հիմա իմպիչմենտի գործընթաց սկսենք, ու այդ գործընթացը տանենք 36 օրագություն հավաքենք ու այդ տանենք մուտք անենք ազգային ժողով, ինչ իմ կարծիքով թեթևամտություն է, որովհետև մենք մեր ստրատեգիան ուրիշ է, մենք հեսա կգանք մեր ստրատեգիայի հանրայնացման փուլին կտենանք լրիվ իրատեսական բան ենք ասում ենք, այլմոլական չենք։ Բայց նույնիսկ եթե գնանք այդ կեղծ թեզի շուրջ, որ իմպիչմենտը ունի ժամանակային ինչ-որ սահմանափակում, մենք այսօրվանից եթե սկսենք, մենք կարանք 3 անգամ իմպիչմենտի գործընթաց սկսենք այդ ձեր ասած ժամանակացույցում մինչև 26 թվական։ Ինչ աշակում պատրաստվում ենք ընտրությունների։ Եթե ձեր բանը կյանքի իմաստը ընտրություններն է, քվեն է, падգամավորական տեղերն է, ֆրակցիան, մեր կյանքի իմաստը իմը անձամբ այդ չի։ Իմ կյանքի իմաստը, իմ նպատակը Նիկոլ Փաշինյանին հանելն է։ Այդտեղ ընտրություն բառը այդ 21 թվի ընտրություններից չխերվան։ Հիմա նորից, այսինքն իրանց թվում է, որ իրանք հիմա ավելի շատ ընդդիմադիրներին եմ ընդհանուր ասում, թե պատիվ ունեմին, թե Հայաստանին,
ոչ Գառնիկ Դանիելյանին եմ անհատապես ասում։ Խոսքը Խոսքը եմ ասում Գառնիկ Դանիելյանը շատ պարկեշտ եւ առաքինի տղամարդ է եւ հայ մարդ է։ Ես իր նկատմամբ ոչ մի կասկածի տակ դնելու իր հայրենասիրությունը ոչ մի առիթ չունեմ այս պայդրությամբ։ Հիմա ես ընդհանուր ընդդիմության եմ ասում։ Այսինքն այս ընդդիմությանը թվում է, որի իրանք հիմա ավելի շատ բան ունեն ժողովրդի մեջ աջակցություն ունեն, քան 21 թվին։ Այսինքն աճել է իրանց ռեյտինգը, իրանք ինչ բաներ են արել, մարդիկ ավելացել են ովքեր իրանց քվե կտան։ Լուրջ, տենց են մտածում։ Դե ինչ ասեմ, այսինքն ստացվում է որ պայքարը ինչ որ փոքրիկ 6-7 հոգանոց ինչ որ ֆրակցիայի համար ալներ այդ այսինքն այսօր ոչ մի բան չանենք պայքարենք որ 26 թվին 6-7 հոգանոց ընտրյալների ֆրակցիա լինի բանի էլի այդ էլիտայի որ էլի գնան պետության մեր ձեր հաշվին ճամփորդեն ու ես պատավատներով ու պարգևաճանով ֆրան այդ դրա համար այսինքն այսօր ոչ մի բան չանենք որ 26 թվին 6 հոգի մանդատ ունենան ու օգտվեն հանրային բարիքներից այդ առաջարկը գուցե իրենց Չեմ ծրագիրները կարծում ես կարծում եմ մեր ընդդիմությունը հայրենասեր է ես կարծում եմ մեր ընդդիմությունը իրականում խորքային առումով ուզում է փոփոխություն ես կարծում եմ ընդդիմությունը եթե մենք հավաստի բանով գնանք ընդդիմության հետ մեր սիրելի ընդդիմադիրների հետ գնանք խոսանք բացատրենք հասկանանք եթե դիմացին էլ ցանկություն ունենա մեզ լսելու բանալ հանրության ձայնը հետ հաշվի նստելու դա ստացվելու է փողոցը կա ոչ մեկ չի գեներացնելու այո դա կա այդ փողոցը բոլոր կրկնում եմ հարցումներով երևում է որ փողոցը կա եթե դու անում ես կոնկրետ առաջարկ մարդկանց ոչ թե ասում ես եկեք իմ պոեզիայի երեկոյին եկեք Մալան Նարեկի ելույթները լսեք այդ վաղ 3 հոգի մարդ չի հավաքվի բայց եթե ասում ենք եկեք կպնենք ու անվստահության process ենք անում, այս քայլը պետք է անենք, այս քայլը, այդ ձեր ներկայությունը կարևոր է, այս քայլերի համար, այս էլ դուք պետք է անեք, այդ ժամանակ ժամերի ընթացքում հավաքվելու է այն իրական, ոչ թե բերովի, իրական, անկեղծ, այն նույն փողոցը, որը 22 թվականի սեպտեմբերին հիշում եք հավաքվել էր Բաղրամյան փողոցը։ Այդ փողոցը կա։ ՔՊ-ականների մեջ ես դժվար գտնեմ, քիչ կլինեն մարդիկ քիչ ԿՊ-ական պատգամավորներ կլինեն, ովքեր այնքան են նվիրված Նիկոլ Փաշինյանին, որ հանուն նրա ենթադրենք պատրաստ են մեռնեն։ Կարծում եք այդ 70 մի քիչ էլ ավել այդ պատգամավորների մեջ մեծամասնությունը հենց իրանք Նիկոլ Փաշինյանի գաղափարներով տոգորված են, Նիկոլ Փաշինյանի անձով հիացած են եւ իրանք էլ տեսնում են որ փողոցում չկա առաջարկ, ընդդիմադիր առաջարկ չկա, իրանք էլ իրանք փայ են լրվծրել, այնտեղ ապրում են իրանք համար հով։ Բայց եթե լինի համազգային փողոցն էլ պրոստը փողոց պետք է չլինի, այն իրանք բան մեր որոշ ընդդիմադիրների պատկերացումով որ կազմակերպված ռոբոտների նման մարդիկ կան, ասեն 1000 հոգի գնացեք ստե 2000 հոգի թույլ, ձեզքի սադա էլի։ Ձեզքի սադա դա չի լինում, ձեր ցավը տանեմ, հոդի բանակ չի։ Փողոցը իրանք վախում են բեսկոնտրոլնի փողոցից, որտեղ այդ բեսկոնտրոլնի փողոցը, այսինքն այն փողոցը, որը իրանք վերահսկողությունից դուրս է, կարա հենց իրանք շպրտի առաջինը հարթակից։ Բայց պետքա չվախենալ այդ բանից։ Նախ պետքա չձգտել բարձանալ հարթակ։ Սեփականաշնորհել պետք է այդ հարթակը։ Պետք չի սարքել կյանքի իմաստ, որ հենց դու լինես հարթակում։ Պետքա օգնել կազմակերպել այն համազգային, այն մեծ, այն ընդհանուր մեր փողոցը, որի ժամանակ, որի արդեն փողոցում լինելու ընթացքում ԿՊ-ականներին այլևս ոչինչ չի մնա անելու, քան գնալ քվեարկել Նիկոլ Փաշինյանի անվստահության համար, միանալ այդ ժողովրդին, փորձել դրանով քավել իրանց նախկին մեղքերը, ոչ թե իրանց մենք հայտարարում ենք, ինչպես դուք ասեք, ազնիվ, չազնիվ, եսիվից, չէ։ Ամեն մարդ իր կյանքում ամեն օր ինչ-որ ընտրությունների առաջ է կանգնում։ Ստեղծել այդ ընտրությունը, դնել իրանց առաջ, ասել դուք ունեք ընտրություն, կամ միանում եք այս ժողովրդին, այս համազգային մեծ եւ համընդհանուր շարժմանը, ձեր քվեարկությամբ կամ գնում եք ու ամբողջ կյանքում կիսում եք այդ դավաճանության խարանը։ Ես վստահ չեմ, որ այդ մարդիկ այնքան նվիրված գաղափարական գաղափարախոսություն էլ չկա ԿՊ-ի մեջ։
այդտեղ շահերի շուրջ հավաքված ինչ-որ մարդիկ են։ Հա, բայց մարդիկ շահերի, անվտանգության այո, հենց այդ անվտանգությունից նաև վախենալով է, որ կանգնած են մնում դեռ այդ Փաշինյանի այդ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, բայց եթե այդ անվտանգության կենտրոնը տեղափոխվի ուրիշ տեղ, այդ անվտանգության երաշխավորը դառնա իրանց համար ժողովուրդը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, վստահեցնում եմ ձեզ, այդ մարդիկ մեծ հաճույքով, նրանց մեջ կան շատերը, ես իրանց հետ խոսել եմ, որ մեծ հաճույքով կթոթափեն Նիկոլ Փաշինյանի լուծը, կգան կմիանան ժողովրդին։ Այո, ասես դատարկ հողի վրա, որ ոչ մի բան չի կատարում, նստել հորանջել փորներս քորել, ասել բանը impeachment են անում, բան եւ այլն, իրանք տենց են էլի մեր ազգային ժողովի պատգամավորը, տենց ոչ մի բան չի լինելու։ Շատ լավ, դուք ինչի պիտի միանան։ Այնպես ես էլ եկ հպական պատգամավոր կներեք ինչի պիտի միանայի ընդդիմությանը։ Այդ ինչի պիտի միանայի, պատասխանը մենք պիտի ձևավորենք, դնենք սեղանին, որ միանան։ Բայց եթե սա մի կողմ են քաշվել, են որ ախպեր չի լինի, ինչ էսի, ով եկեք չանենք, եկեք ոչ մի բան չանենք, դե եկեք չանենք, թող Նիկոլը մնա։ Ինչ ասեմ, թող մնա։ Էսեր կա մինչև հիմա։ Նույն այդ ընդդիմադիր պատգամավորներին Նիկոլ Փաշինյանը տեխնացու որպես ձեր տալիս է։ Այսօր վարչապետ եղած ձեռնտու է։ Եսիմ, իրանք ասում են օրակարգ իրենց միջից հիշում եք։ Բայց իրանք չեն կարողանում փոխարինող գտնել։ Իրանք չեն կարողանում փոխարինող գտնել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Լուրջ եք ասում։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկի հայտարարությունը հիշում եք, եթե չեմ սխալվում, ամիսներ կամ գուցե մեկ տարի առաջ։ Ասում էր, որ անփոխարինելի է Նիկոլ։ Չէ, ասում էր օրակարգը չկա։ Ընդդիմությունը ասում է չունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ, հիշում եք որ ես եմ առաջինը խոսել օրակարգ, ծրագիր, վճռականություն։ Սա 3 պարտադիր կետեր են։ Պատգամավորություն չեմ հիշում, անհատապես եկեք այդ դրան չանդրակը, բայց պատասխանեմ այդ դրան։ Օրակարգը impeachment-ն է։ Պետք է համախմբվել ոչ թե անձի շուրջ, ոչ թե նույնիսկ վարչապետի տեխնացուի շուրջ, ոչ թե ինչ որ քաղաքական կուրքի շուրջ, հասկանում եք, այլ պետք է համախմբել հենց այդ օրակարգի շուրջ։ Այսինքն մեր օրակարգը impeachment-ն է, իմ ձեր։ Հիմա ամեն մեկս ով ինչ կարում է անում այդ օրակարգը սպասարկելով։ Դուք եթեր եք մտնում, ես չգիտեմ, գնում եմ փողոց եմ փակում, մյուսը էսի միջ, մյուսը էսի միջ։ Օրակարգը մարդ չի, օրակարգը կուրք չի, օրակարգը դա process-ն է, process-ի թագն ու պսակը։ Ժողովուրդը գեներացիոն ստորագրություններ են հավաքվում ու վերջում լինում է impeachment։ Հրաշալի է։ Դուք այս մասին խոսում եք եթերներից արդեն բավական ժամանակ է։ Մոտ 1 ամիս է, Էդգար Ղազարյանը 22 թվից է խոսում։ Ճիշտ եք։ Ես ուզում եմ հասկանալ, այս ընթացքում դուք ասում եք ԿՊ-ականների օրինակ տրամադրություններն էլ եք հասցրել, ոնց նկատում եմ շոշափել։ Բա խոսել եք ընդդիմության առաջնորդների հետ, ասենք Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, հա ներկայանալի Վանեցյանի հետ, խոսել եք այդ մարդկանց հետ։ Իրենց հետ խոսեիք, գայք ընդհանուր համաձայնության եւ լիներ այդ համախմբումը։ Գալու ենք ընդհանուր համաձայնության, բայց մի վարքյան ճիշտ հարց եք տալիս։ Իմ կարծիքով ինչ որ փուլում անպայման ես եմ գնալու դռները թակելու եմ, բայց ես գնալու եմ ոչ թե իրանցից դաբրո ուզեմ կամ եսի ինչ։ Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է ու միշտ եղել է տենց որ այդ հիշում եք խոսում ենք այդ թաքուն պայմանավորվածությունների ու լուառային քչփչոցների մասին դա մոտապես նույն բանն է դա հրապարակավ արեք այս դեպքում ես ավելի հրապարակային բան կանեմ քանի որ impeachment-ի գործընթացը խմբակցություն, քաղաքական նախասիրություն չի ճանաչում, դա սահմանադրության մեջ գրած չի, որ խմբակցություններ պետք է միանան կամ դա անհատապես պահեն падգամավոր, մի խմբակցությունում կարա մի падգամավորը դեմ լինի, impeachment-ի մյուս падգամավորը կարա կողմ լինի, այսինքն դա բացարձակ խմբակցային ընդհանուր դիրքորոշում չի ենթադրում եւ նաեւ ձեր եթերից օգտվելով այսօր ուզում եմ ֆիքսել, որ մենք մեր հարցերի պատասխանները չենք ընդունելու խմբակցային դիրքորոշման տեսանկյունից, այսինքն եթե որևէ խմբակցության թվում է, որ ինքը մեզ ընդհանուր համընդհանուր դիրքորոշում կներկայացնի ու դրանով կպրծնի մեր ձեռից, չարաչար սխալվում է, եթե որևէ падգամավորի թվում է, որ ինքը կարանալու է թաքնվի խմբակցության ընդհանուր հայտարարության հետևում, հետո մեզ ասի, մեր խմբակցության հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, այս ավելացնելու ոչ մի բան չունեմ, այդպես թռնի, եթե այդքան մենք այդքան չենք հաշվել, չարաչար սխալվում են։ Բանակցությունները պետք է սկսել ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, ոչ թե Սերժ Սարգսյանից, ոչ թե Արթուր Վանեցյանից, ոչ թե ցանկացած անուն կարող եք դնել այդտեղ, ոչ թե լիդերներից, այլ падգամավորներից։ Այդ падգամավորները օժտված են անկախ ոչ հրամայական մանդատով։ Բայց կաշկանդված են նաև իրենց առաջնորդներով, դա էլ է հաստ, չէ։ Բայց մի 3 ամիսա որ անդադ ասում եմ որ չի կարելի մարդկանց падգամավորական մանդատով օժտված մարդկանց համարել այս կամ այն քաղաքական գործի ռեսուրս, բայց խի եմ այդ սա ասում,
Այս ամեն ինչը մի հատ process-ի քայլերի շարունակությունն է։ Չի կարելի, չի ստացվելու, ընդ որում ոչ միայն չի կարելի, չի ստացվելու։ Ես կգնամ անհատական падգամավոր, պայմանական, չգիտեմ, Ասպրամ Կրպեյանի կամ Աննա Մկրտչյանի մոտ անհատական հրապարակային եւ ուղիղ եթերով խոսամ այդ մարդու հետ, ճշտեմ իր տեսակետը, կա հանրայնացնեմ իր տեսակետը։ Թող Աննա Մկրտչյանն էլ ասի, չէ, ես այդ բանին տեխնացուին ես դեմ եմ, ես էլ կհարցնեմ, կասեմ Աննա ջան, Նիկոլին կողմ ես։ Որովհետեւ այլ ընտրանք է դա, եթե դուք չեք կարող ձեր մեջից տեխնացու ճարեք, սկսեք process-ը, մենք ենք սկսում process-ը, դուք էլ ձեր վրա բան չենք թողում, ախր նենց չի որ ձեր վրա ինչ որ հույս ենք դնում, հույս անելներ միջև մա արել եք։ Եթե դուք ձեր պարտականության մեջ մտնող ստորագրությունը չեք տալի մեզ, մեր դրած առաջարկին էլ չեք ստորագրում տակը, հա ուրեմն Նիկոլին եք ուզում ախպեր։ Բայց դուք ո՞նց եք վաղը գալու 26 թվին, ինչ եք ածել խելոք ելույթներն եք դնելու, Ասպրամ Կրպեյան, Աննա Մկրտչյան, օրինակ եմ ասում, սա լրիվ պայմանական, երկուսն էլ իմ շատ մտերիմ հարազատ մարդիկ են, երկուսին էլ շատ սիրում եմ, անունները պրոստա, իմ ամենասիրելի մարդկանց անուններն եմ տալի, որ մնացածը չնեղանան, էլի։ Այսինքն ո՞նց են գալու, ինչ են ձեն ուզելու։ Հասկացա, Պամալյան, իդեպ տեխնացուի հետ կապված դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ առաջիկայում միասնական տեխնացուի հարցը կլուծվի։ Ոնց հասկանում եմ դուք ունեք ձեր մտքում, որ ասենք օրինակ Հայաստանական պատիվ ունեմ, հա, խմբակցությունները չառաջարկեն, դուք երկուսի առաջ դնում եք, հայտարարում եք, ասեք չեք ասում, ընկերներ, ես առաջարկում եմ, բայց քաղաքավարի մարդ եմ, երբ որ ձեր սենյակ մտա, դուք տվեցի նոր մտա, չէ՞, ես քաղաքավարի մարդ եմ։ Այդտեղ այդ process-ի տերերը ուրիշ մարդիկ են, ես չեմ կարող մտնեմ սաղից առաջ անցնելով, ասեմ ես սա իմ տեխնոլոգիա, բայց կգա մի փուլ, որ գուցե դա արդեն կդառնա պարտադիր չի գա այդ փուլը, ես չեմ ուզում որ գա այդ փուլը, ես ուզում եմ իմ ուզածայինն է, որ իմ սիրելի ընդդիմադիր падգամավորները Նիկոլ Փաշինյանին ավելի գործուն չսիրեն, ատեն, քան իրար, հիմա ատում են, մի կողմ թողնեն իրանց քաղաքական կուրքերին, այն էլ ժամկետանց կուրքերին, հասկանում եք։ Այդ մի կողմ թողնեն այդ քաղաքական կտերը, որ այսինչը Պուտինի ինգերն է, հեսա լավ ալնելու բան։ Ձերբազատվեն այդ կապանքներից, հիշեն, որ իրանք ամեն падգամավոր սահմանադրության մեջ է գրված ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Իրանք ներկայացնում են ամբողջ ժողովրդին, իրանք պետք է հանրային պահանջը կատարածեն ազգային ժողովում։ Մի կողմ թողնեն այդ սաղ այդ իրանց միսուտոցիները, ժամանակավոր, թող հետո Նիկոլին փոխեն, էլ իրար ուտեն, ես դեմ չեմ։ Բայց մի կողմ թողնեն այս փուլում, հանուն հանրության, հանուն մեզ, հանուն մեր բոլորիս։ Մի հատ տեխնացու դնեն, էական չի, ով գիտեք, իմ համար բացարձակ էական չի։ Վերապահում չունեմ ոչ մի անունի նկատմամբ, բացարձակ։ Թող դնեն այդ տեխնացուին, իրանց ուզած, իրանց սրտի, իրանց ցավն էլ տանեմ, այդ տեխնացուի ցավն էլ հետը տանեմ։ Թող դնեն անցնեն, այդ փուլում թող լուծվի այդ հարցը։ Բանը թող չհասնի նրան, որ ես տեխնացու առաջադրեմ, հասկանում եք, ես չեմ ուզում, ես չեմ process-ը։ Եթե դրան կհասնի, արդեն եթե դրան կհասնի, այդ ժամանակ դուք կտեսնեք Մալյան Նարեկի լրիվ ուրիշ ավելի ջղային դեմքը եթերներում։ Լավ, կապրենք կտեսնենք։ Աստված չանի դրան հասնի, էլի ես անկեղծ չեմ ուզում դրան հասնի։ Դուք կտեսնեք Մալյան Նարեկ, ով որ իր բոլոր ընկերներին ուրանալով կփորձի այս փուլում հայրենիքի համար ինչ-որ բան լուծելու։ Առաջ ամենամեծ պահանջները կդնեմ այն մարդկանց դեմ, ում որ ես ամենամոտ ընկերն եմ հիմա։ Ամենահարազատներից ես ամենաշատն եմ ուզելու, ամենադաժանն եմ լինելու այդ դեպքում։ Բացառիկ եք, կներեք, պիտի ասեմ այդ առումով, որովհետև այսօր ցավ եմ ապրում, որ բոլորը իրենց հայտարարությունները, խոսքերը անում են ելնելով իրենց սեփական կուսակցությունների շահերից, սեփական այսպես խմբակային շահերից, Հայաստանի պետական շահի այսպես ներկայացվածություն ցավում եմ, ցավով պիտի արձանագրեմ, ես չեմ տեսնում։ Եթե որևէ իմ կողմից շատ սիրելի հարգված հայրենասեր ընդդիմադիր հատվածից սկսած եմ դա ասում, որտեղ ավելի շատ առաջնորդվում են իրենց առաջնորդների կարծիքով, իրենց կուսակցությունների շահերով, քան Հայաստանի ապագայի շահերով։ Դրա համար մի տեսակ ոնց որ դոնկիխոտություն է դառնում ձեր պայքարը համակարգիչ։ Ես գիտեք ինչով եմ բացառիկ, որտեվ ես քաղաքական կարիերա չեմ ուզում անեմ։ Ես քաղաքականությունից զզվում եմ, սիրտս խառնում է քաղաքականությունից։ Ես ուզում եմ օր առաջ բրծնի այս ամեն ինչը, Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխան իր վարչապետի աթոռից։
Դրանից հետո թող գան, կռվեն քաղաքական ուժերը, թող մեկը շատ զեն հավաքի, թող գա իշխանություն, որին ես չեմ սիրում, ես դրա հետ եմ համաձայն, բայց թող իմ երկրի փոքրացումը կանխվի, կասեցվի, թող լինի ինձ իշխանություն, որին ես չեմ սիրում, նույնիսկ ես դրան եմ պատրաստ բերեմ մարդու, որին ես չեմ սիրում, ես կթողեմ կգնամ այս երկրից, դու ջանդամ, դու ես չեմ էլ թողի մնա, գնամ ես իմ գործով եմ զբաղվելու, իմ բիզնեսով, իմ գրականությամբ, ես զզվում եմ քաղաքականությունից, ես քաղաքականության մեջ կարիերա չեմ ուզում անեմ, ես ոչ մի բանով կաշկանդված չեմ, հետևաբար ես չեմ մտածում, այսօր սենց խոսամ, որ վաղը նենց ասեմ ընտրողի մոտ, ես թքած ունեմ ընտրությունների վրա ամեն ինչի վրա, ես ուզում եմ հարցը լուծվի այսօր, ես տեսնում եմ այդ հարցի լուծման հնարավորություն, ես տեսնում եմ անկեղծ եմ ասում ձեզ, եթե սիրով չկարողանանք համախմբեմ մարդկանց, ես փորձում եմ սիրով համախմբեմ, անկեղծ մինչև հիմա դա այդ փորձի մեջ եմ, ես կհամախմբեմ բոլոր հնարավոր այլ մեթոդներով եւ անպայման սայլը տեղից կշարժվի, որ դուք խոսակցության սկզբում ասացիք, որովհետեւ սայլը տեղից շարժելու համար պետք է ինչ-որ մեկը գա ասենց հրի այդ սայլը, այս է կհրեմ այդ սայլը, թող շարժվի այդ սայլը։ Բայց դուք միայնակ չեք կարող, համախոհների բանակ կա։ Իհարկե կա, լիքը մարդիկ կան, Էդգար Ղազարյան կա, որին իդեպ խնդրեմ նաեւ հրավիրեք ձեր եթեր, Էդգար Ղազարյանի հետ էլ նաեւ այս թեմայով խոսակ ավելի մանրամասն ինքը կներկայացնի։ Աննա Աբրահամյան կա, որ ամեն ինչով մեզ աջակցում է, այս պայն Մոսկվայից հետ խոսում եմ, սկսում են ինձ քննադատել։ Մոսկվայից աջակցում է, դե հիմա Աննա Աբրահամյանն էլ հարմար, այսպես փափուկ անատամ մարդ չի, իմ նման եւ միգուցե իմ այս եթերից հետո էլ նույնիսկ հարցակումների ենթարկվեք, էական չի դա։ Ես ես անուններ կան, որոնք կարող եմ շատ երկար թվարկել, իրանք հայտնի անուններ չեն, իրանք նույնիսկ ես չգիտեմ իրանք քաղաքական ինչ ուժի կողմնակից են, ու դա էական էլ չի։ Մարդիկ են, ովքեր մտածում են, որ կա հնարավորություն, այդ հնարավորությունից պետք է օգտվել, ունենք փամփուշտ, որը պետք է կրակենք։ Մի բան հիմա ասեմ, հա, պիտի փոխանցեմ անկեղծորեն, որտեղ մեր զրույցը շատ անկեղծ է ընթանում։ Ցանկացած շարժում, նախաձեռնություն, որ ստեղծվում է մեր այսօրվա լարված մանավանդ իրավիճակում, միշտ է դա եղել։ Հիմա առավելապես սրված է այդ հարցադրումը, ասում են, տեսնես ով է դրա հետևում, ականջները, հա, ինչպես լրագրողներս են քաղաքական սիրում ասել, տեսնեք ով է կանգնած, ես սիրով այդ հարցին քաղաքական ականջները կանգնած արթուն ենք շարժման թիկունքում։ Ես հիմա այդ ականջները կբացահայտեմ, քանի որ արթուն ենք շարժումը, չունի քաղաքական հեռանկար, քաղաքական նպատակներ, ինքը հենց իմպիչմենտի շուրջ ստեղծված եւ իմպիչմենտի մասին շարժումը։ Այդ իր օրակարգը սպասարկելուց դուրս երբեք չի դառնալու կուսակցություն, երբեք չի դառնալու ինչ-որ թիմ քաղաքական, մենք այդ թիմի ներսում այնքան իրար հետ հակասություններ ունենք, այնտեղ կան մարդիկ արթունեք շարժման շրջանակներում կան մարդիկ ենթադրում են, որ ովքեր Ռոբերտ Քոչարյանի համակիրներն են, ովքեր Սերժ Սարգսյանի համակիրներն են, մեր դռները բացա բոլոր առաջ։ Դա նշանակում է, որ մենք երբեք իրար հետ չենք ամուսնանալու։ Երբեք քաղաքական այդ ամուսնությունը տեղի չունենա, դա impeachment-ից հետո կամ impeachment-ի օրակարգը սպասարկելուց բզատ որևէ բան չի անելու այդ շարժումը։ Նա նույնիսկ առաջնորդ չունի, հասկանում եք։ Մենք ինչ ենք անում։ Մենք հատուկ հրավերներ չենք ուղարկում։ Մի օր ձեզ խնդրում եմ եկեք նայեք հավաքները, նայեք ոնց է գնում։ Մենք հավաքվում ենք, մարդիկ ենք, մտահոգ, հասարակ, ցուցարար մարդիկ ենք, ովքեր մասնակցել են բոլոր ընդդիմադիր միջոցառումներին, ցույցերին, երթերին, հանրահավաքներին, ստորագրավաքներին, պանելային քննարկումներին, դահլիճային հանդիպումներին, ամեն ինչին մասնակցել ենք, բայց արդյունքը եղել է 0։ Ու մենք հիմա որոշակի վերապահումներ ունենք այդ դրա արդյունավետության հետ կապված։ Դեպի հատվածն է, ոնց հասկանում եմ, որ իրեն զգացել է խաբված։ Լսեք, այդ ոչ թե ես իմ մասով չեմ ասել, որտեղ հիմա պետք է օգնել այս ընդդիմության հայրենասեր հատվածին, կազմակերպվել, արդյունավետությունը բարձրացնել, մենք թշնամին չենք այս ընդդիմության։ Մենք ուզում ենք, որ ավելի արդյունավետ լինի ընդդիմությունը։ Պարոն Մալյան, ճանապարհային քարտեզ ոնց հասկանում եմ ունեք, հա, ասենք A կետը չեղավ, B կետը կգա, B կետը պայմանական ասեմ ձեզ, եթե Սերժ Սարգսյանի թիմակիցները մտածում են, որ մենք ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն ենք, այսպես ականջներն հետում, թող իրանք դնեն իրանց ուզած տեխնացուին համաձայնեցնեն դնեն նույն ձև կաշխատենք։ Եթե Քոչարյանենք են մտածում, որ մենք այն կողմի պրոյեկտ ենք, թող իրանք դնեն Ռոբերտ Քոչարյանին տեխնացությունը, մենք նույն ձև, այսինքն այստեղ գիտեք անձերի հարց չի, քաղաքական ուժերի հարց չի, քաղաքական նախասիրությունների հարց չի, այստեղ մենք այն վիճակում չենք, որ նստենք, այս ծխամորճը ծխելով, ինչ որ դատողություններ անենք վերամբարձման։
Այստեղ պետք է արագ համախմբվենք օրակարգի շուրջ, կպնենք իրար, ամեն մեկը իր պարտականությունը այդ process-ի մեջ անի, բոլորս միասին անցնենք վերջացնենք։ Հիմա այդ կպնենք իրարից էլ մի բան խոսենք եւ արդեն մեր եթերաժամանակը սպառվում է, բայց շատ հետաքրքիր է ձեր զրույցը, ձեզ այդ զրույցը չեմ ուզում ընդհատել։ Փոխադարձորեն Համախմբում ամենակարևորն է, մենք քանի այդ 5 տարիների մեջ այդ մասին ենք ասել, բայց ես վերջերս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ գուցե այդ բանալի բառը շատ սխալ ենք ասում։ Ինչու՞։ Որովհետեւ այսօր մենք բաց եւ վկանենք ու ականատեսնենք այն ակնհայտ դրսևորվող հակասության, որ մենք տեսնում ենք երկրորդ եւ երրորդ նախագահի թիմակիցների կողմից։ Այն ցեղ շպրտելու այդ գործընթացը, իդեպ ասեմ, ես հիմա պիտի ասեմ, որպես քաղաքական լրագրող տարիներ շարունակ դա մենք տեսել ենք ներսից կա, բայց միշտ այսպես փորձել ենք հարթել, մտածել ենք, դե երևի դա սխալ է եղել, որ պետք է հենց process-ը, եթե ասեք վեր քալնում, չեք հետևում, փակում եք շորը, պետք է բուժվում, հա, բայց բուժել չի լինում։ Եվ հիմա հասանք այն աստիճանի Արցախն էլ հանձնվեց, անգամ այդ բուժումը չեղավ, դուք պատկերացնեք։ Որպես մարդ, ով որ գեներացրել է այս ամբողջ կռիվը, ես ամեն ինչը սկսվել է իմ հարցազրույցից Ավնի Սուքյասյանի մոտ, դա փետրվար ամսին։ Սկսվեց ու այս ամեն ինչը դարձավ արդեն հրապարակային փուլ մտավ, այն ինչ որ կար ու շատ երկար ժամանակ կար ու քողարկվում էր, թաքցվում էր, դարձավ հրապարակային։ Վերադառնամ նրան, որ իմ կարծիքով ցանկացած process պետք է լինի նույնիսկ եթե կա պառակտում, պետք է լինի հրապարակային։ Երկրորդը համախմբումը անհնար է, եթե չկա եւ անիմաստ է, եթե չկա ընդհանուր գործ։ Եթե մենք ընդհանուր անելիք չունենք, օրակարգ չունենք, ինչի շուրջ համախմբվենք։ Հավաքվենք, սենց իրար ձեր բռնենք, երգեր երգենք։ Իմաստը ո՞րն է։ Եթե այդ համախմբումը, այդ կեղծ համախմբումը չի տվել որևիցե արդյունք, չի տվել որևիցե պատուղ, ուրեմն կորչի այդպիսի համախմբումը։ Ուրեմն կեցեն պառակտումը, բացահայտ հրապարակային պառակտումը, որը կարա ծնի նոր առաջնորդներ, նոր մտքեր, նոր գաղափարներ։ Կորչի կեղծ արհեստական միասնությունը։ Ընտանիքներ կան, չէ, որ տունը իրար ծեծում են մարդու կնիկ բան, բայց դրսում հարևանների համար սիրով ընտանիք են խաղում։ Ինչի համար։ Ընտանիքները քանդող Ինչի համար։ Ավելի լավ չի քանդվի այդ ընտանիքը, այդ կինը ամեն օր ծեծ չուտի, չգիտեմ, այդ տղամարդը ծեծ չուտի ենթադրենք, լավ եկեք տղամարդու անունից էլ մի քիչ խոսամ։ Հա, քանց թե այդ կեղծ միասնականությունը հարևանների աշն ենք տոնանում տրակացնում։ Դե հիմա ստացվեց, որ այդ պահվածքը բերեց նրան, որ անդադար Նիկոլը ուրախացավ, Նիկոլը տխուր չէր։ Նիկոլը մնաց եւ մնում է, շարունակելու է մնալ, որովհետեւ Նիկոլը հավատացնում ես, մնա, ես երբեմն նաև մտածում որ իրավիճական այնց ոնց որ դա կարող մի Նիկոլը քիչ է, այտենց մի 3 Նիկոլա պետք մեզ։ Այսենց բաների եմ, ես անգումների եմ գալի, հա։ Կեղծ միասնականության արդյունքը 0 է։ Պետք չէ այդ կեղծ։ Առանց գործ, անգործ, անորակարգ միասնականությանը 0 է։ Պետք է, այդ եմ ասում, էլի impeachment։ Նրանք կամ պետք է դուրս գան, հեռանան, ասեն գնում ենք քաղաքականություն։ Ոչ մեկ ոչ միտեղ չէ, հեռանա։ Ինչ է նշանակում, դա էլ չեմ ընդունում։ Մարդուն ասել դու պետք է հեռանաս կամ դու պետք է մնաս։ Դե հեռացնողս գնա հեռացրու այդ մարդուն քաղաք։ Եթե մեկը ինձ դուրս չգա քաղաքականություն, ես իրեն կհեռացնեմ։ Ես չեմ ասի, արի դու հեռացի, այդ ինչ է։ Չանական կներեք, որոշ ուժեր օրինակ ասում են, ոչ հեռանում են, համ էլ խանգարում են մեզ։ Չնշանակում։ Ինձ ոչ մեկ չի խանգարում, Արմինե ջան։ Ես դերնից ասում եմ, ինձ բացարձակ ոչ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն է քաղաքականության մեջ խանգարում, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ձեր, ոչ մեկ այլ մարդու։ Ես ունեմ իմ ասելիքը, իմ քաղաքական օրակարգը, ես դրանով ներկայանում եմ հանրությանը։ Հանրությունը կուզի ինձ լսի, կուզի իմ ասելիքի մասով որից կերպով միանա աջակցի, թող գա միանա, կուզի գնա Ռոբերտ Քոչարյանի կողքը լինի կամ Սերժ գնա, ինչ է եղել։ Նայեք, իսկ կարող է ձեր նման մտածող մարդիկ ի վերջո ստեղծեն այն այլընտրանքային քաղաքական ուժը, կուսակցություն անունը չեմ ուզում տալ, վախենում ես հիմա ասես հայ բայց գուցե ի վերջո գործիքակազմ է, չէ՞, ձեզ պետք, մենակ շարժումը բավարար չէ։ Այդ միջանկյալը պատրաստ եմ օգնել այդ դրա ստեղծմանը, պատրաստ եմ ամեն ինչով օգտակար լինել, այդ իմ ամեն ինչ, բայց ես իմ դեմքով խուսափում եմ քաղաքականության մեջ, ինձ քերում է, ինձ տանջում է, ինձ քայքայում է այդ քաղաքականություն բառը։ Ես հաճույք չեմ ստանում դրանից, հասկանում եք, ես իմ գրելուց վեբ գրելուց ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան լիքը այլ բաներից։ Լավ մի բան եք ասել։ Ես ինքնական պաշտոնից, այն պաշտոնից, որ շատ մարդիկ երազել են այդ պաշտոնին կարիերա անելով հասնեն, ինքնական դուրս եմ եկել այդ պաշտոնից մինչև հեղափոխությունը, որպեսզի զբաղվեմ գրականությամբ ու երևի մինչև հիմա
Վլադիմիր Գասպարյանը այդ իմ այդ դուրս գալը տենց էլ միջև վերջ չհասկացա, որ ասում են ինչ ես դուրս գալի, ինչ է, ոնց մնա, չէ որ դու հասել ես ինչ-որ բանի, որ մարդիկ երկար տարիներ բանամ, ոչ, ես հոգնել եմ, ես պետական գործ, աշխատանք, իմ համար դրանք տհաճ բաներ են։ Աստված չանի, էլի ես չեմ ուզենա, որ այնքան վատ լինի մեր կադրային վիճակը, որ իմ օգնության կարիքը լինի։ Կարծում եմ այս պահին իրոք ձեր տեսակի օգնության կարիքը իսկապես կա, մի միտք եք ասել քաղաքական զավզակներին, ավանտյուրիստներին ասպարեզ բերելու որևէ հնարավորություն բացառում ենք, թեպետ միշտ էլ իրենք կան, միշտ էլ լինելու են սրանք, ուղղակի գուցե պետք է այնպիսի հետաքրքիր եւ ճիշտ գործիքակազմեր ունենան, շատ հետաքրքիր գործիքակազմ ունենք, մենք որոշել ենք հարթակից շպրտենք այդ մարդկանց ներքև, այդ գործիքակազմը ինձ թվում է շատ հետաքրքիր է։ Երևի դա դրանից ավելի հետաքրքիր գործիքակազմ չի լինի։ Ես դա անելու էի ավելի շուտ, ինձ ուղղակի ձերբակալեցին, եթե մի օր ուշ ձերբակալեին, դուք դա կտեսնեիք տեսանյութում, ոնց եմ ես քաղաքական զավզակին շպրտում հարթակից ներքև։ Սպասվում են դեռնորից իրենք հարթակին դուրս գալու, մենք էլ կտեսնենք ինչ գործողություններ կլինեն զավզակների դեմ եւ մի վերջին հարցով, ինչ չեք բարձրացնում նաեւ մանդատները վայր դնելու հարցը, թեպետ այն շատ ասվեց։ Բայց այս մարդիկ անելիք ունեն, ինչի դնեն մանդատը։ Չէ, եթե չունեն անելիք, մի վարքան, եթե չունեն անելիք, այդ մենք շուտով կիմանանք հանրային կերպով։ Ինչ են արել 5 տարում։ Բայց եթե impeachment չեն անում, լավ, եկեք ես այդ հարցը տամ։ Բայց ինչ են մնացել ազգային ժողովում։ Ես էլ մի հարց տամ, եթե կարելի է։ Եթե 5 տարի մնացել են, ասում էին միջազգային հարթակները օգտագործենք, որպեսզի Արցախի, այդ եմ ուզում ձեզ հարցնել էլի։ Արցախի հարցում, միջազգային հարթակներ, գերիների հարցում մենք տեսնում ենք։ Արդյունք եղավ։ Խաղաղության պայմանագիրն են հիմա ասում կկանխենք։ Այդ դրա տեղը թող փակեն, գան գնա լրատվամիջոց բացեն, սա օրը իրազեկեն ու բանան։ Պետք է սկսեք Ամենը ջան, իրանք ունեն իրանց մանդատից բխող մի հատ գործողություն, դա impeachment-ն է։ Մնացած ամեն ինչը լոլոներ են։ Այդ լրիվ լոլոներ են, գիտեք, այդ միջազգային հարթակ, միջազգային հիշում եք Պանիկովսկու գերեզմանին, որ Շուրա Բալագանովը դամբանականը կարդում են, որ միջազգային հանրությունը, դրությունը մեր պատասխանը Չեմբերլինին, իսկ ես նրան ծեծեցի կշռաքարերի համար։ Հիմա այդ նույն տեքստերով ձեզ համոզում են, որ ինչ-որ գործ է արվում, չի արվում։ Միակ, կրկնում եմ, միակ ակնկալվող գործընթացը դա իրանցից դա impeachment-ն է, եթե իրանք չեն անում, իրանք պետքա մանդատները դնեն ու ոչ թե պետքա մանդատները դնեն, որովհետև դրանից նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի, բան չէ, պրոստը պետքա ամոթ հաբուռ ունենան, այդ մանդատը շպրտեն, գնան իրանց գործերով։ Այդքան բան, դա զուտ բարոյական ամոթային տեսանկյունից եմ ասում։ Մանդատ դնելը որևէ քաղաքական իրավիճակ չի ստեղծի, չի փոխի, ոչ մի բան դրանից չի լինի, այդ էլ ապուշության մյուս բանն է, ծայրահեղությունն է, որ մանդատները դրեք քաղաքական եսի միջ, ոչ մի բան չի լինի։ Դրան իրենք դրա պատասխանում ունեն։ Դնենք որ Լևոն Շիրինյանն է, ու եթե ինչ-որ մի հատ Տիգրաններ կան, եթե ինչ-որ ճարպիկ մարդկանց մտքով անցել է, որ ժողովրդին այսքան որպես ընդդիմադիր բերեցին 4 տարի ու վերջի մի քանի ամսում կարող մանդատ դնեն դրանով ընդդիմադիր ինչ-որ իրանց կերպարը վերականգնեն փախտեն impeachment-ի գործընթացից, այսինքն օգնեն որ Նիկոլը մնա իրանց մանդատ դնելով այս բանին, նաև հավատացնում եմ ձեզ, դա էլ է հաշված, էլի, այսինքն այնց ստացվի որ այնց մտքներով չանցնի ինչ-որ մեկի, որ կարա ասենք մանդատ դնելով վերջում արդեն ազգային ժողովի բանի վերջում, սազիվի վերջում, ինչ-որ մանդատ դնելով փորձի դրանով ընդդիմադիր խաղալ, չի ստացվելու, չի ստացվելու։ Հասկանալի է, Ամալյան, շնորհակալ եմ հետաքրքիր ներկայացրեցիք, ինձ մնում է միայն բոլորից համար ցանկանալ, որ այդ քաղաքական ավանտյուրիստներն ու զավզակները դուրս կվռնդվեն։ Դուք մեծ դերակատարում եք ունենալու դրանում, այսինքն դուք կողքից դիտորդի տեսանկյունից խնդրում եմ դրան չվերաբերվեք, թե impeachment-ի գործընթացում ես կարծում եմ, որ դուք որպես հայրենասեր լրագրող, որպես հայրենասեր քաղաքացի ամեն ինչ անելու եք, այսինքն ձեր դերակատարումը ասես մենակ լուսաբանելով չի լինելու։ Կարծում եմ բոլորս պիտի համախմբենք մեր ուժերը, ամեն մեկն իր տեղում դուք գրող։ Բայց որ կհանդիպենք impeachment-ի գործընթացի ժամանակ։ Հուսամ, որ դա կլինի եւ նաեւ որպես ցանկություն, որպես վերջաբան նաեւ թող գային ժամանակները, որ Նարեկ Մալյանը իր գրչով հետաքրքիր բաներ գրի, գրքեր գրի եւ մենք սիրով նստած վայելենք այդ գրականությունը եւ այս դարդուցավից երկիր գործնելու դարդուցավից ազատվենք։ Շնորհակալ եմ, Ես եմ շնորհակալ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես այսօր զրուցում էի Նարեկ Մալյանի հետ, հասարակական քաղաքական ակտիվ գործիչ, Արթուն ենք շարժման հանրային կապերի պատասխանատու։ Լավ եղեք, կհանդիպենք։
Շնորհակալ։